Դիանա Գրիգորյանի «Վերջին զանգը» սերիալի նկարահանումները շարունակվում են, մեր կողմից սիրված դերասաններն էլ շարունակում են մարմնավորել մեզ արդեն հայտնի դրական ու բացասական կերպարները։ Հեռուստասերիալում իրադարձությունները լարված են, հեռուստադիտողներն անհամբերությամբ սպասում են տեսնելու, թե ինչ զարգացումներ է լինելու հետագա սերիալներում։ Հեռուստադիտողները կարծում են, որ Հենրիի քայլերը Աննայի հանդեպ սխալ են, ու նա իրավունք չունի իրեն այդպես պահելու, քանի որ Աննան որևէ մեղք չի գործել, ու միակ մարդը, որ ոչ ոքի չպետք է ների, հենց Աննան է, քանի որ լինելով Միքայելի կողքին մեծացրել է Հենրիին հարազատ որդու նման, այն էլ այն դեպքում, երբ նույն Միքայելը Աննայից խլել է իր երեխային ու նրա երեխան այսքան տարի մեծացել է հարազատ մորից հեռու։ Բայց շատ շուտով հետաքրքիր անակնկալներ են սպասվում հեռուստադիտողների համար, վերջապես սայլը տեղից շարժվելու է ու գաղտնիքները սկսվեն բացահայտվել։ Բայց մինչ այդ չմոռանաք բաժանորդագրվել մեր ալիքին ու դիտեք մեր կողմից պատրաստված տեսանյութերը, որոնք լի են լինելու հետաքրքիր բացահայտումներով, նորություններով և իհարկե գաղտնիքների բացահայտմամբ։ Ձեզ ենք բերել ամենահետաքրքիր կադրից դուրս իրավիճակները, որոնք արված են նկարահանման հրապարակում ու ձեզ ցույց կտան, թե ինչ կարելի է սպասել առաջիկա սերիալներում և արդյոք Հենրին վերջապես բացահայտելու է այն գաղտնիքը, որը ծանրացած է նրա խղճի վրա։ Հենրին լինելով ամուսնացած ու բետին գտնվելով նրա տանը, նա սիրահետում է Անգելինային ու չի կարողանում ապրել առանց Անգելինայի, բայց միևնույն ժամանակ մեղադրում է Աննային, այն էլ սխալ հասկացված լինելու պատճառով։ Դե ինչ, կիսվեք ձեր կարծիքներով, մաղթում ենք ձեզ բարի դիտում ու սպասում ձեր մեկնաբանություններին։ Բարի օր բոլորին, հուսով եմ լավ եք։ Չեք պատկերացնի, թե որքան հաճելի է, երբ մարդիկ ժպտում են քեզ, երբ բարևում են, անծանոթ մարդիկ լրիվ, ոչ թե այսպես ներկայացնում են, որ չգիտեն չեն ճանաչում քեզ, դե նման մարդիկ էլ են լինում իհարկե, բայց ժպտում են, բարևում են, լուսացույցի տակ կանգնած ես կողքի մեքենայից բարևում են, իրենց գոհունակությունն են հայտնում, ու ավագ սերնդի ներկայացուցիչները կանայք, տղամարդիկ իրենց գոհունակությունն են հայտնում քո կատարած աշխատանքի համար, ու մասնավորապես իմացիր ավելին հաղորդաշարի համար են մարդիկ իրենց շնորհակալությունը հայտնում, դրանից ավելի թանկ բանից համար չկա, որովհետև դուք չեք պատկերացնում, թե ես որքան մեծագույն հաճույքով եմ կատարում այդ աշխատանքը, իմացիր Մատոր, Все, գնացինք դավայ։ կա մատոր։ Դուք լոք եք։ Լավ, կան, չկի մաղվատում։ Գնացինք։ Էսեք դուք, էսեք 15 րոպե։ Իմացիր ավելին հաղորդաշարի համար են մարդիկ իրենց շնորհակալությունը հայտնում, դրանից ավելի թանկ բանից համար չկա, որովհետև դուք չեք պատկերացնում, թե ես որքան մեծագույն հաճույքով եմ կատարում այդ աշխատանքը, իմացիր ավելին հաղորդաշարի մասին է խոսքը։ Ես տանում եմ ձեր ժպիտները, լրիվ անծանոթ մարդկանց ժպիտները ու լցնում եմ իմ օրը ու հասկանում եմ, որ այս կերտ ծանրաբեռնված առօրյայում ձեր ժպիտներն է և ձեր գոհունակությունն է, որ ինձ ուժ է տալիս, որովհետև մի պահ գիտակցում ես, որ զուր չես աշխատում։ Իհարկե պահ է լինում, որ նույնիսկ ժամանակ չեմ ունենում թեկուզ Instagram մտնել կամ ինչ-որ ես բացարձակ չեմ կարողանում այդ ամենով զբաղվել, որովհետև իսկապես չունեմ ժամանակ, չեմ կարողանում, բայց գոհ եմ և Աստծուն շնորհակալ եմ, որ այո, աշխատանքս այնքան շատ է, որ չեմ կարողանում պարապ բաների վրա իմ աշխատանքը պատմել։ Վալես ապրես, որ հետագար մեզ դու գնա։ Ես իմ հարցերը իր հետ կլուծեմ։ Հաննա Բագրատովնա։ Գնա, Հենրին սպասում է գնա։ Ես գիտեի, զգում էի։ Կմիմացեք, որ դուք մենակ չեք։ Հասենց ես։ Ես էլ ուզում եմ շնորհակալությունը հայտնել Արտուրիս,
իմ վարսահարդարին իր դրական էմոցիաների համար, որ միշտ ինձ դրական էներգիա է փոխանցում, իմ Լիլիթին դիմահարդարից, ով եւս Վայ, այնքան օրս նենց լավ է սկսվել, ուրեմն դուրս եմ եկել, գնում եմ տուն ու գեղեցկուհի Գայանեն հիմա չի ուզում նկարվես, բայց ոչինչ, մենք հետո կնկարվենք։ Ինձ հենց գեղեցիկ ծաղկե փնջերը նվիրեց։ Շնորհակալ եմ շատ, իմիջիայլոց առաջին անգամը չի, հենց այստեղով անցնում Գայանեն ինձ գեղեցիկ ծաղկե փնջա նվիրում ու օրս դարձնում է տոն ուղակի, հենց այնքան հաճելի է։ Չպլանավորված աղջիկական հավես անակնկալներ ստանալու։ Շնորհակալ եմ շատ, ձեզ լավ օր։ Մերսի։ Ես էլ ձեզ։ Այս պահին Լիլիթ եմ դարձել ու պատկերացնում եք, եթե Լիլիթը երգեր Моя душа такая нежная, у колонны каскасвеш. Ну он сказал, что нежная душа у меня, стерва. Все вы бабы стервы. Ողջույն բոլորին, այսօր ֆուտբոլային տրամադրություն է բոլորիս մոտ ու բոլոր նրանք, ովքեր ինձ ճանաչում են, շատ լավ գիտեն, թե ես որքան եմ երկրպագում Քրիստիանո Ռոնալդոին, բայց դա կապ չունի, ես գնալու եմ մարզադաշտ եւ երկրպագելու եմ մերոնց, որովհետեւ դա է ճիշտը, որովհետեւ այդպես էլ պիտի լինի։ Ուղղակի կարծում եմ, որ չպետք է մենք հին սխալները կրկնենք, եթե հիշում եք վերջին այցի ժամանակ մերոնք շատ լավ խաղ էին ցուցաբերում, սակայն երկրպագուները զայրացրին Ռոնալդոին, այնքան վանկարկեցին Մեսսի, որ զայրացրին ու արթնացրին Ռոնալդոյի ներսում քնած գազանին։ Եվ միանգամից Ռոնալդոն հետ-տրիկ ձևակերպելով փոխեց ողջ խաղի ընթացքը։